Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա իրադարձությունները այս անգամ քննարկելու ենք քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ։ Քանի որ շաբաթը մի քանի ուղղություններով էր հետաքրքիր իրադարձային իմաստով, ես մտածեցի, որ մեր հաղորդումը այսօր արժի սկսել այսքան չարչրկված ցորենի թեմայից։ Բոլորդ գիտեք, որ վերջին շաբաթներին իշխանությունը իր մեծով ու փոքրով անոնսավորում էին, որ շուտով կբացվի սահմանը, կբացվեն երթուղիները եւ Ադրբեջանից մենք գնացքով կստանանք ցորեն։ Սկզբից խոսում էին ղազախական ցորենի մասին, հետո պարզվեց, որ ղազախականի փոխարեն Ռուսաստանից է ցորենը գալիս։ Գևորգ Պապույանը էկոնոմիկայի նախարար իր բան ու գործը թողած ուղակի ժամ առ ժամ զեկուցում էր, թե ցորենը որտեղ է հասել, ինչքան ճանապարհ է մնում մինչև Հայաստան հասնի եւ վերջապես երբ որ ցորենը ժամանեց Հայաստան, կես գիշերին արդեն ամբողջ իշխանական թիմը տեսագրություններ, լուսանկարներ, ուռաներ, ծնծղաներ էին փչում եւ մի ցնծության ու մի հրճվանքի մեջ էին, կարծես թե Հայաստանը մի հատ սովի էր մատնված, հացահատիկի լուրջ խնդիր ուներ։ Պովոլժոյի որբերի Այո, Պովոլժոյի որբերի վիճակում էինք հայտնվել եւ վերջապես եկավ այդ ցորենը հասավ Հայաստան ու մենք հաց կունենանք, այսպես ասած։ Իհարկե շատերը քննադատեցին, շատ խոսվեց այդ մասին, թե ինչ է դա տալիս, ինչն է այդքան մեծ հրճվանք պատճառել այս իշխանություններին, բայց ես կուզեի, որ մենք մի երկու բան գոնե մեր մեզ լսողներին ասենք այդ մասին։ Տեսեք, մեծ հաշվով այդ ցորենի այդ փուչիկը ինֆորմացիոն քարոշչական փուչիկը մի քանի ենթատեքստեր ունի։ Ենթատեքստ համար առաջին, պարզ է, չէ՞, սրանք օգոստոսի 8-ից հետո փորձում են ամեն ինչ անել, որ վերջ արդեն խաղաղության դարաշրջան է այս տարածաշրջանում եւ Ադրբեջանը վերջապես ընդունել է Հայաստանի թելադրած խաղաղության օրակարգ։ Իսկ խաղաղության օրակարգի էլեմենտը որն է, որ պետքա ճանապարհները բացվեն։ Այ տեսեք, Ադրբեջանը տեղի տվեց, զիջում կատարեց եւ բերեց այդ ցորենը իր տարածքով հասցրեց։ Բայց ես նայում եմ քարտեզին ուղակի նայում ասում եմ լավ, այդ Ադրբեջանը եթե բերեց, ինչու Ադրբեջան-Հայաստան ուղիղ երկաթգիծ կա։ Չէ, Ղազախով, Իջևան եւ այլն այդ երկաթգիծը կա։ Ինչու մի հատ էլ տարավ էլի Վրաստանով, այնտեղից բերեց մցրեց Հայաստան։ Չի գործում է Ղազախի ամեն դեպքում նորոգման կարիք ունի։ Նորոգման կարիք ունի, հա։ Ամեն դեպքում տեսեք, նույնիսկ այս փոքր պատրվակ իրանք ինչու են մեծ քարոշչական փուչիկ անում, որ վաղը մյուս օր ոնց որ Ալիևն ասում, իրանք մեքենաներով որ գան Երևան, սրանք ասեն, բա մարդիկ ցորենը մեզ տվեցին, իրանք է պետքա մեքենաներով գան Երևան։ Դա մեկ։ Երկրորդը, ինչքան ես գիտեմ, ըստ ինձ հասած տեղեկությունների, կապված է Վրաստանի նորմատիվային իրավական դաշտի հետ, որը որոշակի սահմանափակումներ է մտցնում բեռնատարերով ցորենի ներկրման, այսինքն դրանք տասնյակներով, հարյուրներով բեռնատարեր են, որոնք ծառայաբեռնում են վրացական կոմունիկացիաները ճանապարհային, լրացուցիչ բարդություններ են ստեղծում եւ Վրաստանը որոշակի սահմանափակումներ է մտցրել այդ բեռնատարերով տեղափոխման հարցի, հետեւաբար սա, այսպես ասած, Երակոմ կամ քարակոմ կոմբինացիա է, որ այդ ցորենը գա հասնի Հայաստան, բայց իրականում ես մեր հեռուստադիտողներին ուրիշ բանի վրա ուշադրություն հրավիրեմ, որ տեսեք, այսպիսի խնդիրներ չէ լինի, եթե մենք ունենայինք Արցախ, որը Հայաստանի ցորենի սպառման 1/3-ից ավելին ապահովում էր։ Մենք դա թողած թշնամուն հանձնած, հիմա ուրախանում ենք ղազախական կամ նույն ռուսական ցակման ցորենը վայ Ադրբեջանի տարածքով եկել է Հայաստան։ Իբր թե Հայաստանն էր այդ ճանապարհները փակել, հիմա էլ ուրախանում ենք, որ այդ ճանապարհները բացված են։ Մանավանդ որ Ռուսաստանից մշտապես ցորեն եկել է Հայաստան, եկել է Փոթի նավահանգստով, բնականաբար եթե չգա, որևէ խնդիր չեն ունեցել մենք։ Արևմտյան երկրներում այդ ցորենը գոյություն չունի, Թուրքիայում այդ ցորենը գոյություն չունի։ Ռուս-ուկրաինական հակամարտության մեջ հիշում ես այդ հացահատիկային գործարքներ, ողջ Եվրոպան, Աֆրիկան, նույնիսկ բարոյականության ինչ էլեմենտ էին դնում, ասում էին, տեսեք, ռուսները այդ ցորենը, որ արգելափակում եք, Աֆրիկայում մարդիկ մահանում են սովից եւ այլ։ Հետո պարզվեց, որ ոչ էլ Աֆրիկա էր հասնում այդ ցորենը, այլ տարբեր բորսաներում ուղղակի մարդիկ փող էին աշխատում, հա։ Հիմա նույն ցորենի պատմության հետ կապված պարզվեց, դա ընդհանրապես Հայաստանի սպառման 1 օրվա մասին է խոսքը, այսքան որ թմկահարում են 1 օրվա մասին, հետո պարզվեց, որ դա ընդհանրապես մասնավոր նախաձեռնություն է, պետությունն է այստեղ գրեթե ոչինչ անելիք չունի, հա, իսկ այն դեպքում, երբ որ քո պարենային անվտանգության ամենահիմնական պաշարը, պետությունն է այստեղ ձեռքերը լվացած մասնավորի հույսին մնում է։ Ուղղակի սովորական տարական PR էր, որպեսզի մեր հասարակության ցույց տան, որ մենք Ադրբեջանի հետ տեսեք հարաբերություններ ենք հաստատում։ Պոպուլիզմի կերակրման հետագան դոզան է, իրանց պետքա չի աննախադեպության, տեսեք, հա, բայց եկեք
հասկանանք տնանք այդ Ադրբեջանը ավելի լավ չէր ունենայի Արցախ, չունենայի 5000 զո, ունենայի 40000 քառակուսի կիլոմետրանոց հայկական բնաշխարհ տարածք, որտեղ էլ ես այդ ծորենի կարիքն էլ ընդհանրապես չունենայի։ Եվ հետո բացի այդ էլ ես նկատեցի, որ գրում էին մարդիկ, ասում էին, որ մի հսկայական ուրեմն անցողիկ ճանապարհով է եկել փաստորեն, երկարացել է ճանապարհը ծորենի գալու նախկինի հետ համեմատ, այսինքն նույնիսկ հումոր էին անում, որ կարող էիք տանել, ասենք, հարավային Ամերիկայով բանով պատտացնել նոր բերել։ Դե քանի որ Թրամփի ուղին կարող է անցնել Լատինական Ամերիկայով, այնպես որ սրանց լիճի քարոշչական փուչիկը ուրցնեն, այդպես մատուցեն, որ ասեն, տեսեք, մենք ինչքան հզոր ենք, ինչքան զորավոր ենք, այս ինչ հարցեր ենք լուծում։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի կառուցվի այդ ճանապարհները։ Հիմա շտապում էին, որ շուտ ցույց տան, տեսեք, կոմունիկացիաները բացեցինք, ծորենը բերեցինք։ Բայց ինչ ես կարծում եմ, որ այս բոլորը արվում է, որ այն անխոչնդոտ կապ է, որը թոկի նման, սրանք փորձում են ուրիշ բանից, չէ՞, խուսափեն, ասեն, մեր թոկը Արցախը թոկ էր, մեր վզին գծած, մենք հիմա իրական անկախ ենք։ Հիմա այդ Թրամփի ուղի կոչվածով կան Զանգեզուրի միջանցքով մի հատ մեծ թոկ են գծել սրանց վզին ու շան նման քաշ են տալիս։ Ու բացի այդ էլ հիմա փաստորեն հիմա էլ սպասում են, որ ղազախական ծորեն է գալու եւ գիտես մեր լրագրողներից մեկը հետաքննություն է արել, բաց աղբյուրներից օգտվել է եւ պարզել է, որ Ղազախստանում այս տարի արտադրված, ստեղծված ամբողջ ծորենի այդ խմբականակը ինչ որ ստեղծվել է, բոլորը վնասված են, թունավորված են, վտանգավոր են եւ նույնիսկ Ղազախստանում մարդկանց կերի ուտելիքի մեջ չի օգտագործում, անասնակեր են որպես օգտագործում։ Հիմա Ղազախստանից այդ վնասված, թունավորված նոր ռիսկ, որը բարձրաձայնեցի, ես դրա մասին տեղակ չէ, բայց խնդրեմ տեսեք, բայց դրանց համար դա չի կարևոր, չէ՞, այդ ղազախական ծորենը, ղազախական ծագման պարզ մանիպուլյացիով ասում եմ, տեսեք, Ռուսաստանից էլ ենք արդեն անկախանում, այսինքն մենք դիվերսիֆիկացնում ենք մեր ծորենի պաշարները, մինչդեռ ես գիտեմ, որ այո, Ղազախստանը միշտ ինքնաբավ չի լինում, ինքն էլ է ունենում խնդիրներ, այնպես որ սա զուտ քարոզչական նպատակ։ Այսօր ասեցին, ծափ տվեցին, վաղը սրա մասին մոռացին։ Եվ տես հետաքրքիր մի հարցազրույց են կարել այս շաբաթվա ընթացքում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ, որը 92 թվականին ընդամենը 1 տարի է աշխատել, պատմում է, ասում է, որ 92 թվականին մենք ծորենի իրոք խնդիր ունեինք, ասում է, օրեր են եղել, որ ընդամենը 2-3 օրվա պաշար ենք ունեցել, ասում է, իմ նախաձեռնությամբ ես խոսել եմ Թուրքիայի ղեկավարության հետ, իշխանությունների հետ, ասում է, Եվրամիությունը մեզ գրանտ էր տվել, ասում է, այդ գրանտի գումարը փոխանցեցինք Թուրքիային, Թուրքիայից ասում է, ուղիղ ստացանք ծորենը, այնպես որ այդպես մի մեծ հերոսություն չի արվել եւ սա փաստորեն անցյալում մենք նույնիսկ այն ծանր տարիների շփում ենք ունեցել հիշողություններում այդ դրվագը, այդ երբ որ այդ սովի տարիները դրվագված է, դաջված է, ես հիշում եմ, երբ որ այո կար ծորենի պրոբլեմ կան, այրան պրոբլեմ, մենք բազմաբնակարանում կտրոնով հացերի հերթ էին կանգնում, հա, տանը թխում էինք այդ վառարանում այդ ամեն ինչ կար բացի ալյուրից։ Մի բուռ ալյուրը մայրիկս խառնում էր կարտոֆիլի խույսի հետ ու անմահական հացի բուրը մինչև հիմա քիմքիս է։ Այդպիսի համով հաց ես էլ կյանքում չեմ կերել։ Այնպես որ, բայց ինչի, բայց մենք լիահույս ենք։ Ես հիշում եմ 92-ի մայիսի 8-ի Շուշի ազատագրման օրը, այդ ինչ տոնախմբություն էր, այդ ինչ ոգևորվածություն էր, հացը չէր կարևորը, հացը չէր առաջնայինը։ Ինչու սրանք բերեցին հացն ու ստամոքսը սարքեցին առաջնային, իհարկե։ Լավագույն ապագայի հույսեր ունեինք այդ շրջանում, պատրաստ էինք ամեն զրկանք տանելու միայն թե այո երկիրը էլի մարդիկ պատրաստ են կան հայերի մեջ մարդիկ շատ են դրանք, որոնք էլի պատրաստ են զրկանք կրել միայն արժանապատիվ։ Կյանքը պետք է ապրես արժանապատիվ։ Շաբաթվա ընթացքում բավականին ցավալի տեղեկություններ ստացանք տարբեր աղբյուրներից եւ տարբեր տեղերից եւ մի տեսակ մեր կյանքը վերածվել է ողբերգական լուրերի լրահոսի, անդադար շղթայի։ Ասենք 3 տարեկան երեխա է սպանվում եւ սպանվում է հոր ձեռքով, ամուսինը, նախկին ամուսինը կնոջն է դանակահարում, մահանում է, բլոգերին ծեծի է ենթարկում, ինչ որ մեկին բլոգերի վրա կրակում են, նա է մահանում, անընդհատ սպանություններ, ծանր լուրեր, ծանր ինֆորմացիաներ ենք ստանում եւ մի տեսակ ոնց որ խաթարվել է մեր հոգեկան հավասարակշռությունը եւ չգիտենք թե ուր է գնում երկիրը, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում։ Հիմա առավել եւս մեզ համար շատ կարեւոր է այս փուլը, որովհետեւ մենք
ընդամենը մի 6-7 ամիս հետո ունենալու ենք համապետական ընտրություններ եւ ժողովուրդը ի վերջո պիտի որոշում կայացնի մնում է այս իշխանությունը եւ շարունակելու է Նիկոլ Փաշինյանը վարչապետ աշխատել, թե մենք փոխում ենք իշխանություններին եւ փորձում ենք շտկել սխալներ, ուղղել, գնալ նոր ճանապարհով, նոր մտածողություն երկրում սերմանել եւ այլն։ Հիմա դրա առաջի փուլը ես համարում եմ, որ տեղի է ունենալ նոյեմբերի 16-ին Էջմիածնում, որտեղ մենք ունենք թիմ ընտրություններ։ Իհարկե տեղական ընտրությունները մի քիչ դժվար է համեմատել համապետական ընտրությունների հետ, որովհետեւ սովորաբար մարդիկ ընտրում են տվյալ համայնքի ղեկավար եւ այդ անձը շատ կարեւոր է տեխնացուն, հա, այդ առումով մի քիչ բարդ է զուգահեռներ անցկացնելը, բայց ամեն դեպքում ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Այո, մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ պիտի ընտրի կամ ԿՊ, կամ պիտի ընտրի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, ընդդիմադիր ուժերին։ Հիմա, քանի որ դու ներգրավված ես թիմ ընտրություններում եւ Էջմիածնում շտաբի պետն ես ձեր կուսակցության, հայրենիք կուսակցությունը առաջադրել է մեր հայտնի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի տեխնացությունը եւ այնտեղ շատ թեժ ընտրապայքար է գնում, հա, մի քիչ մենք пассив ենք, շատ չենք լուսաբանում, բայց ես ինչքան ստացել եմ ինֆորմացիա, այնտեղ իրոք թեժ է վիճակը եւ շատ լուրջ մրցակցություն կա։ Երկու հարց ունեմ, հա, կկարողանաք ակտիվացնել մարդկանց, որպեսզի իրանք գնան ընտրատեղամաս, ոչ թե տանը նստած հետևեն, թե ով ընտրվեց, ինչ եղավ, եւ երկրորդն էլ ընդդիմադիր ուժերը կկարողանան գալ այնպիսի համաձայնության, ինչպես համաձայնության եկան Գյումրիում։ Տեսեք, այո, Էջմիածին առաջին հայացքից է քաղաքային նշանակության, բայց հսկայական քաղաքական ենթատեքստ պարունակող, որովհետև անկեղծ ողջ հայության ուշադրությունը այսօր գանված է վաղարշաբաթ համայնքի ընտրություններին, հատկապես կարևորվում է այս ընտրությունը իշխանության սանձազերծած եկեղեցու դեմ պայքարի համատեքստում, որովհետև պարզ է, որ վաղարշաբաթը հայության հոգևոր կենտրոնն է, հոգևոր մայրաքաղաքն է, եւ եթե այս լկտի հարցակումը հավանության է արժանանում ԿՎ-ի տեսքով, կապ չունի, այդ ԿՊ կոչվածը, ինքը դա իշխանության, հա, կամ ԿՊ ներկայացուցիչը, որը փորձում են մարտավարական տարբերակումներ։ Ես Գյումրի ընտրություններին, որ էլի ակտիվ ներգրաված եմ եղել, մի քանի խորամանկություններ, մարտավարական փոփոխություններ նկատեցի իշխանության կողմից։ Առաջին փոփոխությունը հետևյալն էր. իրենք փորձում են վաղարշաբաթում իրենց ներկայացուցչին առանձնացրել ԿՊ-ական կաղապարից։ Գյումրիում դա կարծես թե Արիկին կպահացրեցին եւ ԿՊ ողջ վերնախավով մտան ուղիղ Քարոզ արշավի մեջ 12 նախարարով 12 ամիս այնտեղից դուրս չեկան, պարտություն կրեցին։ Հիմա վաղարշաբաթում մի փոքր ավելի զգուշավոր են մոտենում այդ ԿՊ կարկառունները, այս բացասական ռեյտինգով գլուխները ուղիղ չեն խոթում մարդկանց բնակարաններ, նրանք արդեն ստվերային են կառավարումն իրականացնում։ Շատ ասոցացվում ԿՊ-ի հետ, չէ՞, Արգիշտի Մեխակյանը, ինձ թվում է ԿՊ-ը ուղնուցուցով ԿՊ է։ Ուղնուցուցով գաղափարախոսությամբ, վարքաբանությամբ ԿՊ-ի են դասականների առաջին շարքում կարած այդ տղային տեղավորես, հա, բայց մարդկանց հետ հաղորդակցման տեսանկյունից ամեն դեպքում այդ Դոշին Նիկոլի նկարը չի խփած, հա, ինքը ամեն դեպքում այդ խուսանավում է, նույնիսկ եկեղեցու նկատմամբ երբ որ հարցերը տալիս են ինքը խուսանավում է, փորձում է այդ այն որով գերնպատակը ընտրվելն է, գերնպատակը ընտրվելն է, գերնպատակը առաջի փուլով ընտրվելն է ու դրանով ապացուցելն է, որ տեսեք ինչ անում է ԿՊ-ն եւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արժանանում է ժողովրդի հավանությանը, հետեւաբար մենք պետք է այս տեմպերով էլ ավելի վատթար շարունակենք մեր ժողովրդի նկատմամբ տոտալ տերորը, չէ՞, հետեւաբար էջմիածինեցիները լավ գիտեն։ Մեր աշխատանքն էլ, մեր ամենօրյա աշխատանքն էլ հենց դրան է ուղղված, մարդկանց ցույց տալ, որ ԿՊ եւ Արգիշտի Մեխակյան տարբերություն չկա, դա նույնն է եւ այդ նույն իշխանությանը, եթե դուք դժգոհ եք, 80-90% մարդկանց առօրյա կենցաղային զրույցի ժամանակ ասում են, չէ, մենակ չէ։ Նույնիսկ երբ որ անծանոթ մարդուն մոտենում ես, մի հատ հարցնում է, ԿՊ-ից ես թե չէ։ Իմանում է, որ ԿՊ տեխնացուն չի, օրինակ մեր ներկայացուցիչը շատ ավելի ոգևորված բացում է, ասում է, մենակ թե սրանք արդեն անդիմադրելի է։ Դու ներկայացրեցիր այդ փսիխոզ վիճակը, որ հասարակության մեջ տիրում է, այդ բոլորին է առնչվում։ Այդ բոլոր հասարակության կեղտ այսօր ջրի երես է հելած, հա, տեսնում ենք թե մարդիկ այդ բնական ընտանեկան հարաբերություններում հայրեր, որդիներ, ծնողներ եւ այլն բոլորը խառնվել է իրար։ Եվ բայց դա խառնվում է այդ կառավարելի քաոսի միջոցով, չէ՞։ Իշխանության քարոզչության շնորհիվ է դա այդ վարքաբանությունը, այդ խոսույթը, որ տարածում են նրանք մեր հասարակության մեջ, մարդիկ ըստ էության սկսում են դրանով ապրել, դրանով տարվել, մտնում են սոցիալական ցանցեր, հոգեկանը խանգարվում է, այդ ագրեսիան, այդ ագրեսիվությունը չես կարող պահես, այդ ագրեսիան դուրս է հորդում փողոցներ, հա։ Էջմիածնում, ասեմ ձեզ, մի փոքր իհարկե пассивություն կարելի է նկատել, մարդկանց
Այս վերջին ամիսների հատկապես Ներգրավվածության Գյումրուց հետո այս վախի մթնոլորտը, այսինքն պետական տերորիստական մեքենան աշխատում է մարդկանց գործից հանելով, Facebook-յան լայքերի կամ հրապարակային դիրքորոշման համար անելով, տեսեք օրենքի կատարյալ կոպիտ խախտումով քրեական գործը հարուցված իրենք իրենց դրել են չկմեղանալու տեղը նույն շարունակում են, հա, բազմաթիվ ահազանգեր են հնչեցրել ընտրական հանձնաժողովներին, այդ թվում եւ պաստառների կոկոտման եւ այլն, կա որ դպրոցի տնօրենը, որը ընտրատեղամասի նախագահն է հանձնաժողովի, ենթադրաբար հենց ԿՊ-ի կողմից նշանակված, չէ՞։ Նստած բանը կաշառք է բաժանում ընտրությունների շեմին, ու ոչ մեկը չի ասում թե իսկ հետո էլ ասում ես տարածքային կառավարնախարարը այդ լուրջ դեմքով, բայց բութ հայացքով ասում է, չէ, մենք բանը վարչական լծակ չենք կիրառում։ Դրանք բոլորը վարչական լծակների կիրառման դեպքեր են։ Երբ որ օրը ցերեկով քարոզարշավը դեռ չսկսած Էջմիածնի բոլոր բազմաբնակարան շենքերի պատերին կպցվում էին տեխնացուի պաստառները։ Այսօր մուտք է գործում Էջմիածնի այդ մայրուղի բոլոր տեղերում մեկ տեխնացուի պաստառը։ Երբ որ դիմում ենք ընտրատարածքային, որ ասում ենք հնարավոր չէ տեղորոշել այդ կազմակերպությունը, որպեսզի դիմենք ու անկողմնակալ ոչ խտրական վերաբերում կարժանա, ասում է ինչի՞ չեք կարողացել տեղորոշել։ Եսի մեզ ինչ թվականի էս ինչ օրը տենդերը հայտարարված է եղել քաղաքապետարանի կայքում, գնայք բարձր։ Գոնե գայլեր ձեռնարկի։ Նամակ գրի այդ կազմակերպությունը, ասի հարգելիս ունեցել ենք այսպիսի բողոք, հավասար ոչ խտրական պայմաններ ապահովեք, մի բան էլ ընտրատարածքային հանձնաժողով պաշտպանում է այդ ընտրախախտումը, որը օրը ցերեկով բոլորիս աչքի առջև իրականացել է։ Այդպիսի դեպքերը շատ բազմաթիվ են։ Դրա պաստառները, որ տենց ամեն քայլափոխի Մեխակյանի Իհարկե դեր չի խաղում, աստծո սիրուն, իհարկե մարդկանց վրա չի ազդում, որովհետև կարող է 15, 20, 30 տարի առաջ դրանք դեր կատարեն, մարդիկ կողմնորոշված են։ Այս ընտրությունները մի բան ապացուցում, որ մարդիկ կողմնորոշված են։ Սև սպիտակի ընտրություն է ինձ թվում է։ Բայց ցավոք սրտի Խավարի եւ լույսի ընտրությունն է։ Ես կասեի խավարի եւ լույսի ընտրությունն է, հա, մթի մեջ խարխափելու այդ տգիտության ճիրաներից մարդկանց դեպի լույսը տանելու ընտրությունն է։ Հոգեվոր տկարությունից դեպի հոգեվոր խաղաղություն, ներդաշնակություն եւ դեպի հավատք վերադարձնելու ընտրությունն է։ Մեզ պետք են փոքր հաղթանակներ։ Տեսեք, այս նախորդ թիմ ընտրություններում ինչքան էր ոգեվորվածությունը, չէ՞։ Երկու համայնքներում ունեցել են ընդդիմության հաղթանակ, մարդկանց մոտ նոր շունչ էր, նոր էր բացվել։ Հիմա դա կոտրեցին։ Երկու համայնքապետերն էլ ցավոք սրտի մեկը բանտարկված է, մեկը արդեն ֆիզիկապես չկա, բայց կապ չունի։ Այո, գոնե մեր տեխնացուի Խաչիկ Մանուկյանի տեսքով մենք մարդկանց ապացուցում ենք, այս երկրում մատներիդ վրա մարդիկ կարող ես գտնել, որ ճակատագիրը այդպիսի հարված հասցրած լինի, բայց մարդը կամք ունի, մարդը ուժ ունի, մարդը իր գիտելիքը, կարողությունը փորձում է ծառայեցնել իր ժողովրդին, իր ընտրողին, իր համակարգացուն եւ ցուցատարածում ժողովուրդ, նույնիսկ իմ թշնամուն այս փորձությունները ես չէի ուզենա տեսնել։ Հետևաբար սա իմ փորձությունը չի, միայն հայրենի կուսակցության կամ ընդդիմության փորձությունը չի։ Սա մեր բնակչի, մեր ժողովրդի փորձությունն է, որ իրականում, եթե ունեցել ենք այլընտրանք, իրական ունեք այլընտրանք, իրական ունեք ընտրության հնարավորություն, միայն գնացեք, ընտրեք, քվեախցի մոտ կանգնած, ձեր խղճի մտոք դուք ընտրությունը կատարեք։ Մնացածը վստահ եմ, որ ընդդիմությունը գոնե այս պահին ունի բավարար լծակներ, մենք հիմա նախապատրաստում ենք մեր վստահված անձերին, ընտրական հանձնաժողովներին, այդ ցանցը կապում ենք իրար, որպեսզի մեկ քվե նոյեմբերի 16-ին ոչ մի տեղաշարժ ոչ ոք չկարողանա անել։ Եվ երևի մի փոքր նաև ուղեցույց, հա, մեզ լսող էջմիածինցիներին, այսպես ասած, որովհետև կան 8 տեխնացուների շարքում կան նաև կեղծ ընդդիմադիր տեխնացուներ, որոնց նպատակն այն է, որ ընտրություններում ձայն շահեն եւ գնան միանան ԿՊ-ին, օգնեն նրան աջակցեն իշխանություն վերցնելուն։ Այդ երկու ուժերին պետք է բացառել, մնացած ուժերի միջեր պետք է նաև բացառել այն ուժին, որը շատ փոքր ձայներ ունի, որպեսզի չփոշիանան ձայները ընտրողների, հա։ Տեսեք, ինչ տեղ ունեցավ Էջմիածնում, մեր տեխնացուն հրապարակավ կոչով հանդես եկավ եւ մնացած ընդդիմադիր տեխնացուներին առնվազն միասին նստելու, հա, ընդհանուր քայլեր քննարկելու եւ այլն, բայց երկխոսության առաջարկ արեց։ Ի պատիվ այդ նշված տեխնացուների առնվազն 5-ը կլոր սեղանի շուրջ հավաքվեցին, մեկը հեռախոսազանգով կապ էր հաստատել, ասել էր, որ
ես էլ եմ ընդունում այդ միասնական խաղի կանոններ եւ այլն, քո նշած են երկուսը, ԿՊԱ-կանը եւ իր սացիալիտ արբանյակը, նրանք բարձր այս խաղի մեջ չկան, հա։ Արդեն լուստրացիան եղել է պաստորեն։ Եվ այդ հանդիպման մեջ բավականաչափ առողջ երկխոսությունը տեղ ունեցավ, շտաբների հետ համակարգման աշխատանքներ քննարկեցին, ընտրությունների վերահսկման օրը ինչպես փոխադարձվել, ամեն մեկը ունի իր ռեսուրսը։ Այդ ռեսուրսները եթե համատեղ դնում ես ընդհանուր գործին, անհնար է, նորից եմ ասում։ Այսօր այնպիսի բացառիկ իրավիճակ անդրատեղամասերում, որ ընդդիմություն, իշխանություն ռեսուրսները հավասարաչափ են բաշխված եւ յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն իր ողջ ներուժով, եթե դնում է Էշմիածնոյի ընտրությունները վերահսկելիության, այնտեղ գոնե անդրատեղամասում ուրիշ հարց է, որ իշխանությունը այս օրերին շարունակում է իր մարդկանց էլի զորով բերելով, վարչական ռեսուրսը կիրառելով, մանկավարժների վրա ճնշում եւ այլն բանեցնելով, գործից հեռացման զանգերը ունեցել ենք բավականաչափ եւ այլն, բայց մարդիկ դրա համար այս ընտրությունը Էջմիածնից համար մի կարևոր դաս է, որ մարդը կարող է ուղղակիորեն զուտ իր քվեով գնալ որոշումը կայացնել, ընդդիմությունը պարտավոր է այդ որոշմանը տեր կայնել եւ մեր քաղաքացիներին էլ առանձնապես մեծ հարվածի տակ չպետքա դնել։ Նախկինում նեղվում ենք, ասում ենք, վայ գնացել ենք այս գյուղ 50-100 հոգի, մենք այդքան համակիր ունենք, ինչու չեկան, մեզ չաջակցեցին, բայց ախր իրենք մանրադիտակով են նայում։ Յուրաքանչյուր նյութ է, քարոզչական տեսանյութը կամ նյութը, սրանք մանրադիտակով նայում են, խոշորացուցով տեսնում են։ Չվախենան դրանից։ Իհարկե լավ կլինի, Աստծո սիրուն, իհարկե լավ կլինի չվախենալ, չհուսահատվել, չհիասթափել, այլ ընդհակառակը կամ ցուցաբերել, պայքարել, հաղթանակել, որ այդ հաղթությունը վախենում եք, գնացեք ձեր քվեն տվեք ձեր որ գոնե այդ առումով, որովհետև հիմա շատ բաներ քրեականացված են, նախկինում պահանջում են քվեաթերթիկը հեռախոսա նկարով հանել դուրս կամ մնացածը հանել, հիմա դրանք ուղղակի միակ դեպքը քրեական հոդված է եւ բոլորը պետք է լավ հասկանան, որ այդպիսի խախտումների չգնան, թողնեն, որ մարդիկ իրենց ընտրությունը կատարեն, հա։ Իսկ վաղարշաբաթին կարծում եմ, որ արդեն իր ընտրությունը կատարել է ու նոյեմբերի 16-17-ին մենք նոր իրականության մեջ ենք ապրելու, իհարկե սա չեմ կարող ասել վերջնական հաղթանակ է լինելու, բայց գոնե անդունդից դուրս գալու առաջին կարևոր քայլերից մեկն է լինել։ Սրանից ներքև էլ մենք ընկնելու տեղ չունենք։ Հետո գիտես նաև ես կարծում եմ, որ այդ ճնշումները, բռնաճնշումները, որ գործադրում են, ասենք օրինակ կաթողիկոսի եղբորն ու եղբոր տղային կալանավորեցին այս շաբաթվա ընթացքում, ընդամենը զրուցել էր այդ Հարություն Մկրտչյանի հետ ինչ-որ միտեղ, որտեղ նույնիսկ ֆիքսված չէր, որ ինչ-որ խոչընդոտելու փաստ գոյություն ունի, բայց նույնիսկ այդ բռնաճնշումները կամ ասենք ընտրակաշառք բաժանել եւ այլն մարդկանց աշխատանքից ազատելը պետք է ընդվզելու ցանկություն առաջացնել։ Մարդկանց մոտ այդ գուլը ընդվզումը ես տեսնում եմ։ Մեր ժողովուրդը շատ անարդարության դեմ է պայքարում։ Այդ գուլը իդեպ մենք այսօրվա հասանք կամ 18 թվականի սրանք որ եկան իշխանության, այդ նաև այդ դուր դժգոհության, չէ, կուտակված տարիներով կուտակված սոցիալական անարդարության, նաև քաղաքական անարդարության, ընտրություններով իշխանափոխության, իդեպ նորից եմ ասում ձեզ, մենք ամբողջ ազգով այդ տեստը պետք է հանձնենք։ Ի վերջո, ընտրությամբ այս երկրում իշխանափոխություն հնարավոր է թե չէ։ Առայժմ ոչ։ 18 թվականին առայժմ ոչ, Խաչիկ, ես դեմ եմ, առայժմ ոչ, այսինքն տես եղել է, Վանաձորում եղել է, տեղական մակարդակում եղել է, տեղականը մի կողմ թողնենք, Արմինե ջան, խոսքը համապետական մասշտաբով ընտրությամբ իշխանության ձևավորման մասին է։ Մենք այս էքսպերիմենտը դնում ենք, իրար հետ անում ենք, հաջողությամբ պսակվում է եւ հունիսի 7-ին արդեն 26 թվականի շատ ավելի ողջևորված, շատ ավելի մեծ ծավալներով մտնում ենք ընտրապայքարի, որ սրանց մեր կենսագրությունից, մեր ազգի կենսագրությունից, մեր պատմության էջից, այս թերթը ինչքան շուտ թերթենք, այնքան մեր օգուտ։ Մեծ հաշվով մեր ժողովուրդը երևի կարելի ասել սխալվել է մի անգամ 2021 թվականին եւ դրա պատուղները քաղում է այս 5 տարվա ընթացքում, հա։ Հիմա ժամանակն է այդ սխալը ուղղելու 26 թիվը լավագույն ձևն է, որպեսզի ցույց տանք, որ այն ժամանակ մի անգամ էլ եք շանս տվել այս իշխանություններին, այս քաղաքական ուժին, ասել եք մենք վստահում ենք, ուզում ենք դուք ձեր փչացրածը ուղղեք։ Չեք կարողացել։ Հիմա արդեն այլևս հնարավոր չէ ձեզ շանս տալ։ 21 թվականը այո, ինչ որ առումով այո, քիչ կխուսափեմ սխալ ձևակերպումից, ամեն դեպքում ժողովրդական հայտնի խոսքը ժողովուրդը միշտ ճիշտ է։ Էլիտաների մեջ գուցե, այ գուցե էլիտաները կամ կոնտրէլիտաները չկարողացան այնպիսի աշխատանք տանել, այնպիսի կոնտր առաջարկ ներկայացնել, որ ժողովրդի մոտ այդ կասկածի նշումներ չլիներ, էլի, որ ժողովրդի մեջ հասկանային, որ հայրենիքը, այո, որ հայրենիքն ավելի բարձր արժեք է քան նախկիների նկատմամբ ատելությունը, որ հայրենիքը, հավատքը, կրոնը, ինքնությունը շատ ավելի բարձր արժեքներ
ինստիտուտներ են կամ այսօրվա նյութականությունը։ Այսօրվա փող աշխատելու այդ 10-ով շիկի ինստիտուտը մեր միջից վերացնենք, մի քիչ ավելի գլոբալ ռազմավարական մշակույթ ունենանք, մի տասնամյակ գոնե երկար մտածենք։ Այդ այն խնդրանքը, իմ հորդորը, իմ աշխատանքը, իմ ժողովրդի հետ։ Ես այդպես եմ պատկերացնում։ Քվեն պիտի շատ կարևորի, հա, չպիտի մտածի։ Դե հա մի քվե էլի, հիմա ես սենց կանեմ, թե նենց կանեմ, սրան կտամ, իմ հարևանին կտամ, բարեկամին կտամ, չի կարելի այդպես մտածել։ Այդ ձեր քվեն շատ կարևոր է։ Ամեն մեկի քվեն այսօր դեր է խաղում։ Այս երկրի ճակատագրում ձեր մասնակցությունն է ցույց տալիս։ Եվ կոչս մտավորական հանրությանը, մտածող մարդկանց, գիտակից մարդկանց, խնդրում եմ ձեզ ձեր քվեի գիտակցումը դուք շատ գիտեք, դուք ձեր ոլորտների պրոֆեսիոնալներ եք, ձեզ չէ որ ինչ-որ բաներ պետք է բացատրենք, բայց այդ քաղաքական մասնակցության իրավունքը, հա, այդ մարդիկ ովքեր կայացած են քիչ թե շատ, հա, այսպես ասած, բարվոք վիճակում են ապրում, իրենց չոտարեն քաղաքականությունից, որովհետև ձեր փոխարեն ձեզնից ավելի ցածր կարգավիճակի մարդիկ են որոշում կայացնելու։ Հետո մենք ու դուք մեր երեխաների ապագան մենք իրենց ենք վստահելու։ Մենք այդ փորձը ունենք, հա, երբևէ չէի պատկերացնի, որ Թերուսը, Տգետը, Ապիկարը, Ամբարոն կգա ու քաղաքական որոշումներ կկայացնի ու կթելադրի այդ վարկաբանությունը։ Իրա տեսակը կփաթաթի մեր վզին։ Դա մեզ հարց չի։ Այո, այնպես որ լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաղթանակը մերն է լինելու։ Հուսանք։ Որովհետև բարձունքը մերն է, տղերքը չկան, այդ հայտնի խոսքերի հեղինակը Խաչիկ Մանուկյանը ինքը իր կյանքով ապացուցել, որ հաղթող տեսակ է։ Ուղղակի պետքա կանգնենք հաղթողի կողքին։ Եվ դիմացկուն տեսակը, եւ տեսակը, իսկական հայի տեսակը, իհարկե, մտավորական հայի տեսակը, արժեքներ կրող հայի տեսակը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես կուզեի, որ լինեի ընտրող եւ իմ քվեն տայի։ Բայց ես էլ իմ մասնագիտական գիտելիքներով, իմ կարողություններով ուրախանալու ենք արդյունքներով։ Այո, շատ աշխատանք ենք տարել, լավ է լինելու իհարկե։ Այսօր այսքանը, կհանդիպենք։